Բայց բանը այդ մեքենայական գործ բնականաբար կա ջերանում էր որ կոմբինատի դիրքով եղելա իսկ մատակցել տակնից էլ աշխատացել մեքենա ապրել 2000-ից ավել աշխատել Ես գործերը սովորել եմ իմ մայրիկից տարիներ առաջ։ Ժամանակի պակասի թե առողջական պատճառներով էր պայմանավորված։ Ոչ ժամանակի, որովհետև ես տեղում չէի, մայրիկից մեջ չէի, սովորում էի, դրա պատճառով թողեց։ Ինչ գործիքներ եւ հումքեր եք օգտագործում գորգագործության ընթացքում։ Ուրեմն մեր բարբառով ասած, սրանք կուտուտներն են եղել, որ սրանով խփել ենք գորգի գործելու հատիկներին, հետո մկրատով կտրել ենք այս ձևերով, մնացածը ձեռքով ենք աշխատել։ Ինչպես եք սկսել գորգագործությամբ զբաղվել։ Փոքր ժամանակվանից մայրիկս գորգագործ ա եղել իր հետ։ Գործել եմ, սովորել եմ, շատ սիրել եմ։ Որն է ձեր ամենասիրելի գորգը։ Մայրիկս որ գործում էր, մեր այն ժամանակվա տեղնակյունջ ենք ասել, այդ խալինը, այդ ենք գործել։ Որքան ժամանակ է պահանջվում մեկ գորգ պատրաստելու համար։ Եթե մենակ ես աշխատեմ, 1 ամիս, իսկ եթե ընկերովի 15-ից 20 օրվա ընթացքում։ Ձեր օգտագործած նախշերն ունեն խորհրդանշանական իմաստ։ Ամեն մեկ նախշը իր նշանը ունի։ Վարդերը, վարդերի կողքին օձերի նման, օձերն են, սրտերն են, սիրտը բաժանում է խալին 2 մասի, կեսից, կեսը, սրտի կեսը առաջ մասն է, կեսից հետո երկրորդ մասն է։ Որ փուլն է ամենաբարդը գորգագործության մեջ։ Գորգագործություն հենքը, հենելը, մեկ էլ նախշերը դասավորելը։ Հաշվում ենք, տենանք քանի սանտիմի վրա, որ նախշն են տնեմ։